Հարգելի հայրենակիցներ, ես շատ մեծ հույս ունեմ, որ այս սահմանափակ տեսանելիության տեսախցիկները ձեզ հնարավորություն տալիս են կամ փոխանցում են գոնե թե այն վիճակը, իրավիճակը, որը ազգային ժողովի այս մարմնում, այս հանձնաժողովի նիստում առկա է, մասնավորապես այն, որ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված անգամ ընթացակարգային կարգավորումների պահպանության ոչ ցանկություն կա, ոչ պատրաստակամություն։ Ընդդիմադիր պատգամավոր, խնդրեմ, այս էլ սրա վառ ապացույցն է, որովհետև Տիկին Մկրտչյան, կներեք։ Դուք իմ ելույթը ընդհատելու իրավունք չունեք։ Դուք հնարավորություն ունեք արտահայտելու, բայց ես ուզում եմ իմանամ ինքնակրթվելու համար, որ ընթացակարգային կանոնում խախտել։ Ես ձեր ինքնակրթության հանձնը չեմ առել ամենևին։ Ուրեմն ասեք ինչ որտեղ է Ասեցի, որ ընթացակարգը ես խախտվել։ ինքնակրթության հարցը հանձ չեմ առել։ Տիկին Մկրտչյան, որտեղ է ընթացակարգը խախտվել։ Ես շարունակեմ ելույթս, թե Չասեք, որ դա ընթացակարգը խախտվել, չենք շարունակել։ Այո, իմպերատիվ պահանջն է սա իմ, որովհետև այս հանձնաժողովը առնվազն միշտ աչքի է ընկել բոլոր տեսակի կարգավորումները պահելու տեսանկյունից։ Հիմա աչքի է ընկնում այս կարգավորումները պահելու տեսանկյունից։ Ինքնակամ միացնել միկրոֆոնը ընդդիմադիր պատգամավորի ելույթի ժամանակ դնել իմպերատիվ պահանջ, մինչև չասեք, սենց չենք անի, սենց չենք, սա այն ընթացակարգի նկատմամբ ունեցած հանդուրժողականության իսպառ բացակայությունն է, որը դրսևորվեց հենց իմ խոսքի ժամանակ, որ այս հանձնաժողովի նիստի արդեն 3-րդ ժամն է գնում, 3-րդ ժամվա ընթացքում եղել է։ Ընդդիմադիր պատգամավորն այդ 3-ից 4 հոգի խոսել է, չի եղել այդպիսի ելույթ, որի ժամանակ ԿՊԱ-ական պատգամավորները ռեպլիկներ չանեն, չմեացնեն իրենց խոսափողը իրենց ցանկացած պահին եւ այդ հնյատել մեզ խորհուրդ կա փաստորեն տենց անել, այսինքն մենք չենք անում այդ անհանդուրժողականության դրսևորումը ու տենց սխալ ենք, այս է իրենց պատկերացումը։ Չկա նույնիսկ ընթացակարգի նկատմամբ նվազագույն հարգանք։ Մենք էլ ինչպես կարող ենք խոսել իրավական էության մասին կամ այս նախագծի քննարկման մասին։ Ինչ վերաբերվում է մեր ներկայության եւ այսօր հանձնաժողովի այս նիստում քննարկման մասին։ Հարգելի քաղաքացիներ, երբ երկրում եւ պետությունում կա զավթված իշխանություն, ապա այդ երկրի հանրության, հասարակության, առավել եւս ընդդիմադիր պատգամավորի պարտականությունն է վերջ տալ այդ իշխանազավթմանը։ Եվ սա կարող է լինել միակ նպատակը, միակ մոտիվացիան, որը կարող է ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորին բերել այս շենք ազգային ժողովի եւ առհասարակ ազգային ժողովի մարմիններից որևէ մեկի քննարկմանը մասնակցելու, այս թվում նաեւ այս հանձնաժողովի նիստի մասին է խոսքը։ Այս պնդումը մի կողմից շատ պարզ, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ գործողությունների տեսանկյունից շատ բարդ եւ բազմաշերտ գործընթաց է իրենից ենթադրում, որի հանձնառությունը մենք, մեր խմբակցությունը ստանձնել եմ։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ պետության եւ իրավունքի շահը հենց այստեղ է, ինչի մասին էլ ենթադրվում է, որ պիտի լինի այս հանձնաժողովի, պետաիրավական հանձնաժողովի աշխատանքը։ Հարգելի հայրենակիցներ, այնպես չի, որ մեզ համար կանխատեսելի չէ այս հանձնաժողովում այս հայտարարության նախագծի ճակատագիրը։ Դուք շատ լավ գիտեք, որ այստեղ կամ արտահայտությամբ քվեարկություն նվազագույնը ակնկալվել չէր կարող եւ իհարկե րոպեներ անց դուք դրանում կհամոզվեք։ Դա չի նշանակում, որ մենք մեր հանձնառությունը չենք շարունակելու եւ չենք անելու ամեն ինչ, որպեսզի այս հայտարարության նախագծում արձանագրված հանգրվանին հասնի Հայաստանի Հանրապետությունը եւ հայ հասարակությունը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում վերջ դրվի իշխանազավթման։